Ճշմարտությունն իմանալու 3 տարբերակ։ Առաջինը, երբ տեսնում ես, որ մարդը սայթաքել է եւ տեղեկացնում ես այդ մասին, որպեսզի շտկի, չխայտառակի իրեն այլոց առաջ։ Երկրորդ, երբ տեսնում ես մարդը սայթաքել է եւ չես ասում, որ տեսել ես, բայց ասում ես այն պահին, երբ նա փորձի մի բան ասել քո մասին։ Երրորդ դեպքում ճշմարտությունն օգտագործում ես որպես սպառնալիք։ Տեսնում ես, որ մարդը սայթաքել է, միտումնավոր հիշում ես, նկարում ես, որպեսզի հետո դա դնես իր առաջ եւ պահանջես որևէ բան, այլապես տեսածդ կպատմես բոլորին կամ կհրապարակես։ Ճշմարտությունն իմանալու համար շատ բան պետք չէ, իմանալ կարող են բոլորը, բայց ճշմարտությունը սիրելն այլ է։ Ամեն ինչում մեր սերը երևում է այն պահին, թե ինչպես ենք մենք վարվում նրա հետ, ինչը սիրում ենք։ Ճշմարտությունը սիրում է նա, ով ճշմարտությունն ասում է ճշմարիտ ճանապարհով։ Ճշմարտությունն ասողը հետևում է 3 պարտադիր կանոնի։ Առաջինը՝ գտնել առիթ այն ասելու այնպես, որ դիմացին իրեն վատ չզգա, բայց խնդիրը լուծվի։ Երկրորդ՝ կփորձի նաև օգտակար լինել կամ գոնե չվնասել։ Եվ երրորդ՝ կասի այնպես, որ դիմացին իրեն ավելի լավ զգա, քան սխալի մասին իմանալից էր։